Պարոն Արշակյան, Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի այդ գագաթնաժողովին, դա ինչ տվեց, հա, շփումները Էրդողանի, Մակրոնի, Ալիևի հետ, մենք տեսնում էինք, որ Մակրոնին համար անձրևանոց էր պահում, Ալիևին սուրճ էր հրավիրում, բայց քաղաքական առումով դա մեզ ինչ տվեց այդ Նիկոլ Փաշինյանի այնտեղ գտնվելը, բացի այն, որ ի տարբերություն Մոսկվայում ընդունած դեմքի արտահայտության, այստեղ ավելի ժպտադեմ էր։ Դա պատասխան քայլներ, ես կասեի ինքնարդարացման, այ որ հովանոց էր պահում համարձակ չէր բան, դա որովհետև նախորդ այցելությունը, որ կատարել էր Մոսկվա, իր կարծիքով, այդ իր տերմինը օգտագործենք, հավասարակշռության կարծիքը, հավասարակշռության բանաձևի կարծիքը բան չի, անհամապատասխան է, անհամարժեք է, այսինքն այդպես չի կարելի լինել, մի տեսակ սանիտարական բանից էր գալիս, դրա համար ինքը որոշ չափով նեղվում էր, այստեղ ավելի էր ընդգծում էր, ուզում էր հաճոյանալ եվրոպացիներին, ավելորդ չափով, ընդհանրապես վատ չի գործընկերային հարաբերություններ, բարյացակամություն եւ այլն, բայց կարծում եմ, որ չափը մի քիչ բարձր էր, որովհետեւ մեղքի զգացում ուներ, բայց մյուս կողմից ես կասեի, որ պետք չի դա գավառակայնացնել, գավառային պրովինցիալիզմ դնել դրա մեջ, որ ասենք Արցախի հարցը, կոմունիկացիաների հարցը եւ այլն չէ, ուղղակի Հայաստանը հայտ ներկայացրեց նորից Եվրոպական համայնքի անդամ լինելու հայտ ներկայացրեց, ինքը իրեն զգում էր յուրայինների հետ, դրա համար մի քիչ ավելի ազատ էր իրեն զգում։ Էրդողանն ու Ալիևն էին իր յուրայինները։ Չէ, դա նրանց համեմատ ինքը այն նրանց հետ մրցակցության մեջ էր, որ ինքը ավելի յուրային է, քան թե Էրդողանը եւ Ալիևը ակնհայտորեն նրանք երկուսն էլ Եվրոհամայնքի կողմից ավելի ցածր կարգավիճակ են ստացել օբյեկտիվ պատճառներով։ Թուրքիայի Հանրապետությունը ձախողվել է որպես մահմեդական դեմոկրատիայի փարոս դրոշակակիր, ձախողվել է, չի ստացվել։ Հիմա նույնիսկ սահմանը տեղափոխվել է, Թուրքիան իր դերը կորցրել է, արաբական աշխարհը շատ ակտիվ է, Ինդոնեզիան է ակտիվ։ Պատկերացնում եք Թուրքիան 100 տարի առաջ քաղաքակիրթ աշխարհը մահմեդականության հետ շփվելու համար Թուրքիային էր համարում եւ խալիֆն էր այնտեղ, սուլթանը խալիֆն էր, չէ։ Հիմա Թուրքիան ձախողված դեմոկրատիա է, այս մահմեդական դեմոկրատիան ձախողված տեսք ունի, չի ստացվել։ Իսկ Ալիևը ուղղակի բան է, հետ խորհրդային պետություն է, ֆեոդալական տրադիցիաներով, հետ խորհրդային, այսինքն եւ հետ խորհրդային է, որպես բռնապետություն, եւ ասինքն բանի իշխանության ժառանգականության ակնհայտ։ Հնարավոր էր Ալիևի հետ այնտեղ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, թե ոչ։ Ինչ որ հնարավոր էր, արդեն ասել են Եվրոմիության պաշտոնյաները արդեն գրություններ ունեն, որ մենք ողջունում ենք այդ համաձայնությունը, ոնց է կոչվում այդ խաղաղության պայմանագիր։ Այո, խաղաղության պայմանագիրը չի, հա, ինչ որ ուրիշ նախագիծ, հա, դրան ողջունում ենք եւ շտապում ենք, շտապեցնում ենք ձեզ։ Ես կարծում եմ, որ հենց Նիկոլ Փաշինյանը այդ իմաստով հաջողության հասավ, որովհետեւ բաներ չկային, չպաշտպանեցին Ադրբեջանի բաները, նյուանսները, առաջարկած նյուանս, նրբությունները, բանը, սահմանադրություն, ինչ որ հռչակագիր եւ այլ ասեցին, որ արագացրեք մանրուքների մեջ մի մտեք, ես կարծում եմ այդ իմաստով։ Ո՞վ ասեց Ալիևին նման բան։ Ալիևը հենց ես դա եմ ասում, որ Եվրոմիությունը ասեց, որ արագացրեք։ Մենք սպասում ենք, որ դա ինչպես է երևում, որ հայտարարությունով այդպիսի փաստաթուղթ կա ֆոն դեր լայն։ Նա ասեց, որ մենք ուրախ ենք, որ վերջապես փաստաթուղթը պատրաստ է եւ կոչ ենք անում արագացնել։ Հա, 2 ամիս առաջ էլ որ հայտարարվեց նախագիծը համաձայնեցրել էին, աշխարհը ասեց բրավո ձեզ, հետո մենք ասում ենք ինչ որ ասում են։ Մենք հիմա ինչ ունենք սեղանի վրա, այսպես ասած։ Ունենք նրանց
ես ասում եմ, ողջունում են եւ արագացում են։ Պահանջեցին Ալիևից արագացնել։ Իսկ Ալիևի պահանջներին ընդառաջ չգնացին, չասեցին, որ խորհուրդ ենք տալի, խորացեք, փոխզիջումների գնացեք եւ այլն, դա չասվեց։ Դա նշանակում է Նիկոլ Փաշինյանը հաջողություն ունեցավ այստեղ։ Հաղթեց Ալիևին այս փուլում։ Չէ, հաջողություն ունենալը Ալիևին հաղթելը չի։ Ընդհանրապես ինքը կարող է Ալիևի հետ չպայքարել, որ պայքարը վերջացել է։ Հա, Հայաստանի Հանրապետության սահմանները եւ կարգավիճակը Թուրքիայի կողմից վաղուց ճանաչվել է այս կարգավիճակը։ Թուրքիան կարելի է ասել նույնիսկ դեռևս 1918 թվականի Բրեստ-Լիտովսկիի պայմանագրում արձանագրել է, որպես անվտանգության գոտի ճանաչել է հայկական պետության գոյությունը։ Սուլթանը։ Սուլթանից առաջ այ երիտ թուրքերը պատերազմի ավարտի պայմանը Ռուսաստանի հետ Բրեստ-Լիտովսկի պայմանը հենց դա է եղել, որ Թուրքիան ճանաչել է Արաքսից այս կողմ հայկական պետության, վրացական պետության գոյությունը, Ռուսաստանից առանձնանալու խնդիր է ունեցել։ Այ ինչ որ բան գոտի անվտանգության։ Թուրքիան Բաթումի պայմանագիրը հիշենք մենք։ Բայց հիմա մենք վրա այդ Եվրոպայից այդ ձեր նշած ուղերձը եղավ, որ արագացրեք փոխզիջումների գնալու վրա մի կենտրոնացեք եւ այլն, հա։ Դրան ինչ գործընթաց կհետևի։ Անգործություն, ինչպես մեր մոտ ընդունված է, մինչև նրանք նորից մի բան դրթեն։ Մերոնք աշխատել չգիտեն։ Այստեղ մերոնք այստեղ գնացել են առանց փաթեթի։ Կարելի է ինչ որ նախաձեռնություն ունենալ Եվրոմիության հետ մեր հարաբերությունները խորացնելու։ Մենք բան ունենք, չէ՞, ստորագրություն ունենք։ Մենք հայտ ենք ներկայացրել, ազգային ժողովը դա ընդունել է, այսինքն նոր բան պետք է լիներ նախաձեռնություն, բայց մերոնք դա մոռացել էին, դա հովանոց պահելը բան չէր, գործ չէր։ Դա այո հաջողել, բայց հարկավոր է փաթեթ դնել։ Մեր օրինակ մաքսային որոշ խնդիրների շուրջ է։ Հիմա կոնյակը չեն գնում, կոնյակի, այսինքն խմիչքը մեր տնտեսության համար ինչ որ բարենպաստ բաներ վերցնեին։ Նրանք մանավանդ խոստացել էին, ասում են, որ փող կտանք, մեզ փող պետք չի։ Մենք փող ունենք։ Մենք փող ունենք, փողը հենց այնպես ինչի համար է։ Մեզ տեխնոլոգիա է պետք, արտադրական շուկա է պետք, այսպես ասած։ Տեխնոլոգիա եւ շուկա թող գան մեր տնտեսությունը զարգացնեն, ներդրումներ կատարեն։ Փողը հենց այնպես չգա, արտադրական կառույցներ, ենթակառուցվածքներ։ Իմիջիայլոց դա խոստացան, ասեցին ճանապարհներ կսարքենք, կօգնենք։ Այ Նիկոլ Փաշինյանը դրա ծրագիրը պետք է տաներ, որ եվրոպացիները սարքեն ճանապարհները, ժամանակակից երկաթուղի սարքեն, օդանավակայան սարքեն։ Այ ես կարծում եմ, որ մենք արհեստավարժության տեսակետից բաց թողումներ ունենք։ Դե մենք չենք կարողանում Տիրանայում, մենք ավելի ճիշտ չէ, մեր այդ պաշտոնյաները, հատուկ այդ աշխատակիցները արարողակարգի չեն կարողանում Հայաստանի դրոշը ճիշտ դնել Նիկոլ Փաշինյանի եւ Նիդերլանդների վարչապետի դիմաց, դրանից ֆոնին ինչ են ակնկալում։ Դե մենք հենց հիմա դա ենք ասում ենք, որ լավ աշխատեք։ Խոր մի տարի մնացել է, այդ մի տարին գոնե հրաժեշտ տվեք։ Հրաժեշտին պատրաստվեք, այ դա է։ Ընդգրկեք, ներգրավեք արհեստավարժների, որոնք որ ձեզ կօգնեն այդ ձեր բարեկամներին։ Բայց կարող Նիկոլ Փաշինյանը ավելի շուտ հրաժեշտա պաշտոնին, Հովիկ Աղազարյանը Էդմոն Մարուքյանին է առաջադրում վարչապետի թեկնածու։ Ես շատ ափսոսում եմ, Մարուքյանը ավելի լուրջ հայտ կարող էր ներկայացնել։ Ավելի լուրջ, ես չգիտեմ, դե եթե Նիկոլ Փաշինյանը դարձել է այդ ճանապարհով, ես չգիտեմ, ուղղակի ես կուզենայի որ ավելի լուրջ հայտ ներկայացնել, ավելի լուրջ կազմակերպել։ Բայց վարչապետի թեկնածու առաջադրվելու ի՞նչն է անլուրջ։ Թիկունքը Հովիկ Աղազարյանը այն հին կոմսոմոլներից է, վաղուց, նախկին դաշնակցական։ Հա, կոմսոմոլ նախկին դաշնակցական քաղաք պայմանագիր, հիմա էլ Լուսավոր Հայաստան, ես չգիտեմ, այսինքն
Դու Մարուկյանի տեխնացությունը ինչպես եք մեկնաբանում։ Լավ, ես կարող արժեր թող այդպիսիք լինեն։ Կիրթ մարդ է, բանակում ծառայել է, ես հորը ճանաչում եմ ազատամարտիկ որպես կոռուպցիոն բանկա չէ։ Կոռուպցիա է։ Անկախության բանակի մարտիկ է եղել։ Ինչ որ բան այդ ընտանիքից, այդ ընտանիքում ինչ որ բան քննարկում են։ Ճիշտ այնպես ինչպես օրինակ Ավինյանների տաննել են ինչ որ հարցեր քննարկում, իրենք հնչեցնում են։ Այդպես էլ նրանց տանը ուրիշ հարցեր են քննարկում։ Մարուկյանը ընկալվում է որպես ռուսամետ գործիչ, պրո-ռուսական գործիչ, թե ոչ։ Այո, իհարկե։ Ինչպես հայտարարում է, ինքն է հայտարարել։ Ասել է ես ռուսամետ եմ։ Չէ, դե որևէ մեկի հիմա չի ասում, բոլորն ասում են մենք պետականամետ ենք։ Հայրենամետ չեն ասում, պետականամետ են ասում, բայց իր վարքագծի մեջ կա որ ռուսամետ է։ Ինչպես է դա դրսևորվում։ Դե ինքն է դրսևորել, հայտարարություններ է արել ընդհանուր հայր կրթությունը, այնտեղ Մատվիենկոյի հետ խոսում էր իրանց լեզվով, բան, այսինքն ասում էր ես յուրային եմ։ Իմ կարծիքով ուրիշը չի կարող Հայաստանում որևէ լուրջ քաղաքական գործիչ չի կարող ռուսամետ չլինել, եթե իշխանության համար հայտ է ներկայացնում։ Մինչև հիմա 200 տարի է Հայաստանում իշխանությունը պատկանում է ռուսամետներին, ուղղակի մենք այդ ռուսամետների մեջ ընտրում ենք էլ։ Նրանց մեջ ենք ընտրում։ Այս իշխանությունն էլ ռուսամետ։ Հա, եթե Եվրազիա մետ է Մաքսիմիլիանը մետ է, Օդեկա մետ է, կիսատ։ Նայածել եւ այդ բանը ինչա կոչվում բալանսավորվածը որն է։ Եթե դու հենց ասում ես ես չեզոք եմ, կռիվ եք անում ինքը ՆԱՏՕ-ի եւ ՕԴԿԲ-ի մեջ կռիվ եք անում, ինքը ասում է ես չեզոք եմ։ Դա ինչ է նշանակում դու չես ուզում օգնել ՕԴԿԲ-ին, թե ՆԱՏՕ-ին չես ուզում օգնել։ Դու օգնում ես դրանցից մեկին, ում հետ որ դու դաշինքի մեջ ես։ Դու ում հետ որ դաշինքի մեջ ես, նրան պարտավոր ես օգնել։ Արդյոք քաղաքական կարիերայի վրա խաչ քաշել չէ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերով թիկունքին ունենալ այդ նախկին նախագահների ուժերը եւ դրանով առաջ գնալ։ Դու իհարկե դա անհեռատեսություն է։ Ուղղակի կենսաբանական խնդիր կա, մարդիկ արդեն ծերացել են, մաշվել են, բարոյապես եւ ֆիզիկապես։ Դե տեսնում ենք ինչ լեզվով են խոսում, ինչ ծրագրեր են ներկայացնում։ Հենց որ մենք ասում ենք Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան պետք է հասկանան քաղաքական ծրագիր։ Գաղափար։ Կա։ Սիգնալ պետք է փաթեթներ ունենային, սեղանին դնային, հիմա մենք դա քննարկենք։ Եթե դա չկա, դա նշանակում է որ Ալիևի կադրերին հետ ընդունենք։ Ալիևի կադրերին մենք ասեցինք ռուսամետ, ոչ ասեցինք Ալիևամետ։ Դուք պատկերացրեք, հիմա մենք դասական է Հեյդարից Իլհամին, Ռոբերտից Լևոնին։ Հա, ընդեղ էլ Միշիկին։ Այսինքն մենք դա ենք։ Ու որտեղ են գտնում, այդ իրենց համակիրներին ես հարց եմ տալի, դուք ուր եք գնում։ Քոչարյանը տղային պատրաստում է վարչապետի պաշտոն։ Դրանը պատրաստ մարդը հայտ է ներկայացնում, այդ վերջի հայտարարությունը ինչի մասին էր։ Հայանք էր ոնց որ։ Հենց դա է, դե դա եմ ասում էլի։ Նրանք հենց այդպես են ուզում դրան։ Այս հիմա ինչ որ տերմին կա, չէ, երաժշտության մեջ, նո բոնտոն։ Գիտեք, բարեկրթության մասին է դա։ Հիմա մենք ունենք եւ կա պարլատոն երաժշտության մեջ մենք կարող ասենք պարլամենտի տոն, այ պարլամենտի նորաձևություն, որ ասում են պարլամենտի հիմա մենք մեր պարլամենտի կուլտուրան ունենք, այ կարելի ասել պարլատոն կամ դոն բառը գիտեք ինչ է նշանակում, պարլադոն։ Հիմա պարլադոնը գալու է երկիրը ղեկավարի, նվիրում եմ տերմինը պարլա եւ ոչ թե տոն, այլ դոն։ Ո՞վ է պարլադոնը։ Դե խոսա դոն է, դոնի կարող է ազգային ժողովում հայհոյել դոնը կարող է միայն իրան թույլ տալ այդպիսի բան։ Ազգային ժողովում բայց ով չի հայհոյում։ Երևի ավելի նրանք էլ իրենց կլանի դոներն են։ Ուրեմն պարլա դոն ճիշտ եմ ասում էլի խոսացող դոներ պարլամենտում։ Այսինքն Լևոն Քոչարյանը հայհոյելով ասեց, որ ուզում է վարչապետ դառնալ։ Դա այո, ցույց տվեց, որ ինքը վճռական է,
կամային է եւ այլն ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։ Մի խոսքով գրեհիկ է։ Պապին թուրք էին ասել, ասում են դրա համար տենց հունից դուրս եկավ։ Հիմա մենք բերենք դրանց խոսակցությունը, ասել են ինքն էլ ասել։ Դա թող բերեն տեղեկանքներ ցույց տան։ Բերեց ինչ օրինակ Հայաստանում գրանցվածի տեղեկանք բերեց մի 20 տարի առաջ։ Այն բանի ջրանցքի վրա ինչ որ բան էին գտել։ Տնակ էին ձևակերպել։ Տեղեկանքը բերեց։ Դե թող մի հատ էլ բերի։ Ինչի տեղեկանք բերի։ Դա իր կենսագրությունը, հասիկ ինձ հիմա հարցրեք ով ես, դու ես ասեմ, այստեղից գալիս ենք մենք Ալիջանից, Իգդիրից եւ այլն գալիս ենք Շենգան։ Հիմա այդ տեղեկանքի վրա ինչ գրված լինի, ինչ է, ինչն ամուտ։ Իրանք ծանոթներ ունեն, չէ՞ Ադրբեջանում դեռ կապի մեջ են, թող դրանց ասեն մի հատ քաղված կուղարկեք։ Նրանք իրար լեզու գիտեն, նրանք հասկանում են, այդ քաղված կուղարկեք։ Ինչի մասին քաղված։ Իրանց ցակման մասին։ Եթե ինձ օրինակ չի հետաքրքրում, անկեղծ է, տեսեք, չեմ ուզում դա խորանալ այդ հարցում։ Ինձ չի հետաքրքրում նրա ցակումը։ Հոր սպերմատոզոիդը կամ պապի սպերմատոզոիդը ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է քաղաքական գործունեությունը։ Ինչ ես անում դու։ Ինչ գրված կլինի ըստ ձեզ այդ տեղեկանքի վրա, որ ներկայացնեն։ Թող բերեն տեսնենք ինչ է գրված, այ ես հիմա ասում եմ, բերեք Բերեք ով եք դուք, ես օրինակ ասեմ, իմը ասեմ, դուք ներևի ձեր, մենք անգամ քննարկել ենք միասին, այն այգում, դեր, հա։ Դուք ներկայացաք, ես էլ ներկայացացի, ես այսպիսի ծագում ունեմ։ Ես Նավասարդյան Աշոտի ծագման մասին եմ մեկ-մեկ խոսում։ Ասենք Նավասարդյան Լևոնը 1918 թվականին Վաշտի հրամանատար, Մարգարեի կամուրջի Պահապան Վաշտի հրամանատարը, Նավասարդյան Ցոլակը Մանջուրիայում կռվել է 1949 թվականին զորացրվել է Նավասարդյան Աշոտը 1900 հենց որ դարձավ 18 տարեկան գնաց գուլագ 15 տարի 12 տարի 14 տարի ամենածանր ռեժիմով մահվան ճամբարում նստեց եկավ ու հանկարծամահ եղավ Նավասարդյան Աշոտի կենսագրությունը պապից սկսեցինք Սիսյանի Տոլորս գյուղից Տոլորսները թող իմանան։ Սիսյանի Տոլորս գյուղում ծնվել է Նավասարդյան Աշոտի պապի պապը։ Հետո գնացել է բանակ, ցարական բանակում դարձել է սպա, պատպարուչիկ։ Այդպես թող այնինք ինքն իրանը բերի։ Նավասարդյան Աշոտի հիմա հանգուցյալ է դրամար, ես որպես գործընկեր, որպես ընկեր ասում եմ, որ օրինակ իմն էլ կարող եմ ասել նույն ձևով։ Հա, բայց տեղեկանքը բերի ինչ է ապացուցի։ Որ ձեզ եթե հետաքրքրում է, Նավասարդյան Աշոտի ծագումը, ես ասում եմ Սիսյանի Տոլորս գյուղից։ Չէ, դուք որ Լևոն Քոչարյանին ասում եք թող մի հատ տեղեկանք բերի։ Հա, բեր պրծի։ Ինչը բերի հաստատի կամ հերքի։ Մարդկանց հետաքրքրում ասում են մենք կասկածում ենք, դուք շատ եք հավատարիմ Ալիևի քաղաքականությանը, ձեր ունեցվածքը, ձեր իշխանության նկատմամբ հավակնությունները։ Տեսեք հորից որդու կասկածելի, ասում ենք, ապացուցեք, որ դուք էլ մեր նման եք։ Դուք էլ մեր նման եք։ Դուք մեր նման եք, թե նրանց նման եք։ Դե բաբա նրանք էլ շուր գան, ասում ենք Ադրբեջանի դեմ ենք կռվել, Հայր Ալիևին ենք հաղթել, դրանից ավել էլ ինչ տեղեկանք ու ապացուցեք։ Հիմա ես ասեմ, Նախիջևանի եւ Կիրովովադի կլանները իրար դեմ կռվում են։ Դա ոչ, ադրբեջանցիները իրար դեմ կռվում են, հետո դա ինչ է նշանակում։ Եղբայրաստան կռվել է լինում։ Այստեղ էլ այդ բանը կա, այստեղ էլ են դերել, չէ՞, տեսնեք, պարլամենտում ինչ վարքագիծ ունեն։ Սահմանադրություն ընտրությունների մասին օրենք, բան թողել են իրար հայհոյում են, կռիվ են սարքում, կռիվ է դա։ Միակ Ադրբեջանի դեմ չեմ կռվել, հիմա ես ասում, բա մեր դեմ չեք կռվել, բա Երևանում ինչ էիք կրակում մեր վրա։ Մեր վրա ով է կրակում։ Ով է հայ սպանում։ Հարց չէ, դուք ասում եք, նրանք ադրբեջանցու վրա կրակել են, ասում մեր վրա էլ են կրակում։ Նրանք կրակող են։ Դրա համար ասում են, բերեք ձեր ծագման մասին, տեսնենք դուք ով եք, ինչն է։ Ես կարծում եմ, ասում եմ, որ դա ես ձեր փոխանցումն եմ ընդունել, ընթացք եմ տալիս։ Ինձ չի հետաքրքրում իրենց ծագումը, ինձ հետաքրքրում է իրենց այսօրվա վարքագիծը, պետականաշինությանը։ Այսինքն վարկաբեկում եք դուք հայկական պետության իշխանությունը, կռեհկաբանում եք, ծրագրեր չեք ներկայացնում զարգացման։
Տեսեք, ես ասում եմ, այն դատախազը ինչ որ թղթեր է բերում, դուք ով եք, որ այդքան հաջողակ։ Այդ ոնց ստացվեց։ Օրինակ մեզանից կողոպտել եք, ես թղթեր ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը մեր ընտանիքին կողոպտել է։ Անձամբ ձեր ընտանիքին։ Մեր ընտանիքին։ Ինչ է վերցրել։ 10 անգամ ավել էր վերցնում հարկը։ 10 անգամ ավել։ Ասում են Հայաստանի Հանրապետությունում բոլորը պետք է վճարեն ամեն ամիս հարկերը, Արշակյանները պետք է վճարեն ամեն 10 բաժանած ամիսը, 3 օրը մեկ։ Դատարանի վճիռ կա։ Ինչի՞ բայց։ Դե հիմա այդտենց են հարստացել, բայց իմ նման քանի հոգի կգա, ես իբիջալից Նիկոլ Փաշինյանին դիմեցի։ Դիմում գրեցի, չարչարվեցի։ Դա դժվար է գրեցի, որ պոզիտիվ եղեք, այսինքն ոչ թե պատժեք, այլ արդարացրեք։ Դա իմ մոտեցումն է, ես ասում եմ, մի հետապնդեք Ռոբերտ Քոչարյանին, դուք ում որ Ռոբերտ Քոչարյանը պատժել է անարդարացիորեն, այ դրանց արդարացրեք։ Արդարացնելով դուք կպատժեք Ռոբերտ Քոչարյանին, այսինքն պոզիտիվ պետք է լինի, դրական վարքագիծ ունեցեք, ոչ թե պատիվ։ Բայց ինչի հարկն էին ձեզ 3 օրը մեկ, ինչի դիմաց էին հարկ վերցնում։ Դե իմ կենսագրությունը ես դուր չէր գալիս։ Ես պետք է սոցիալապես անապահով լինեմ։ Սովետական միությունը մեր Գերդաստանին, ես Նավասարդյան Աշոտի օրինակը բերեցի, մերն էլ այդպեսին։ Մեզանից անընդհատ խլում են ունեցվածքը։ Մենք ունևոր ենք եղել, մեզ աքսորել են եւ այլը, հիմա շարունակվում է։ Զենք, ես դրա համար հարցում եմ Լևոն Քոչարյան, եթե պատգամավորական բան է, ուղարկեմ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դատարանը իրենց հայցին, որ ունեցվածքը, գույքը, տխրահրճակ գորվետկա 4-ը խլում էին, դատարանը ասեց, որ հարկային օրենսգիրքը տարածում է բոլորի վրա հավասար չափով, Արշակյանների դա հորս ունեցվածքն է։ Իմ հայրը եղել է շինարար եւ արհեստավոր։ Հենց հիմա այդ Սբերկասայի թղթի վրա 30,000 ռուբլի դեռ կա։ 30,000 ռուբլով այդ գորվետկեն առել էր հայրս։ Ռոբերտ Քոչարյանն ասեց, ոնց քաղաքի կենտրոնում դու պետք է տենց ունեցվածք ունենաս։ Արշակյան Լևոն, քեզանից կխլենք դա։ Կանգնեց ու այդպես էլ ասեց։ Դե դատարանը այդպես ասեց։ Իրենք դիմեցին դատարան, որ խլեն, դատարանը հակառակ վճիռը կայացրեց, ասեց, որ չենք կարող 10 անգամ ավել հարկ ուզել։ Դուք պատկերացնեք, ես մեր օրակարգում չկա, չէ, ուղղակի հարցերեք պատասխանում եմ։ Թուղթը մոտս է, եւ Նիկոլ Փաշինյանի պատասխանը կա, եւ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, որ ձեզ չի հասնում։ Քո կենսագրությունում մարդը չպետք է ունևոր լինի։ Բայց իշխանության պահվածքի հետ կապված ինչ կասեք, պարոն Արշակյան, իշխանությունը, հա, որպես ամեն լծակ ունեցող չպետք է ավելի հավասարակշռված լինի, զուսպ լինի, այդ սադրանքներին չտրվի, իրանք օրինակ արդարացնում են իրենց հայոյանքը, ի պատասխան հայոյանքը արդարացնում են, ասում են դե Արսեն Թորոսյանն էլ է մարդ, ինչ անի։ Ալեն Սիմոնյանը թքում է քաղաքացու վրա, Նիկոլ Փաշինյանը Ազատության ուղիղ եթերում ասում է դե Ալեն Սիմոնյանն էլ է մարդ, ինչ անի։ Սա արդարացում է իշխանության կողմից։ Չէ, իհարկե։ Ես ասացի, որ արհեստավարժության պակաս կա եւ պատասխանատվության պակաս։ Պաշտոնյան պետք է օրինակելի վարքագիծ ունենա, եթե ինքը մարդ է, թող լույսերը անջատի, գնա իր տանը, գլուխը պատին տա որպես մարդ, եթե վատ բան է անում։ Ամենավատ բանը դա է, որ գլուխը պատին է տալիս։ Ու թող գախնի դա անի, որովհետև այդպիսի մարդուն հարկավոր է բուժել։ Մենք կիմանանք կուղարկենք բուժվելու։ Դա գախնի պետք է լինի։ Մարդ չի նշանակում այլանդակ։ Ես ճիշտն ասած համակրում եմ այդ բժշկին։ Կովիդով ինձ հիվանդացրել է։ Ես հիվանդացել եմ։ Ֆելիքս Հայրապետյան մահացել է, Գուգոն Եղազարյան մահացել է։ Նավասարդյան Արմանը մահացել է իր բժշկի։ Բայց ինչ է համակրում քաղաքական հայտարարությունները մեղմացնող հանգամանք են։ Հանցագործը նույնպես կարող է մեղմացնող հանգամանք։ Դա բայց հայոյանք է։ Բայց ինքը եթե որպես քաղաքական գործիչ, չէ, պետք է իմանա, որ օրինակելի վարքագիծ պետք է ունենա։ Արսեն Թորոսյանն օրինակելի է։ Ես այն տերմին է օգտագործում են բոնտոնի, դրա մեջ ուրիշ հնչողություն կա, ես
շատ խորը լինգվիստներին ուղղեցին, դա ուրիշ բաներ կա։ Հիմա Արսեն Թորոսյանի պահվածքը օրինակելի է։ Չէ, իհարկե չէ։ Պետք է մանդատը վայր դնի։ Դատապարտելի է այ հետ կանչի մասին օրենք որ լինի։ Մենք պետք է նրան հետ կանչեինք նախ COVID-ի համար։ Ինչի ասացիք, որ դա ում շունն է։ Մենք վստահեցինք, ես միջոցառումների եմ մասնակցել զանգվածային։ Դա ասացի ոնց Նիկոլ Փաշինյանը մեր առողջապահությունը չի կասեցրել, չէ՞։ Հենց եկավ Միլանում, Փարիզում, Չինաստանում հենց դա սկսվեց, մենք քանի 7-8 ամիս հետո չէ դրան անդրադարձանք։ Այսինքն մեր ոնց սկսվեցին էջմիածնեցիները հիշում եք, հարսանիք էին անում բոլորը, հա, այսինքն այդ դա ինքը պետք է պատասխան կա դրա համար։ Հետո ինչ որ կոռուպցիոն խնդիրներ կան, այնտեղ անհամատեղելիություն կա շահերի, այնտեղ մեղն ինչ որ բան անում, այսինքն այդ հետ կանչ որ լինի, մենք իրեն հետ կկանչենք, նաև վարքագծի համար։ Նիկոլ Փաշինյանը կամրաչ լույս է, հա, կարծեք վառում թիմակիցների այդ օրինակ պահվածքի համար։ Օրինակ է ծառայում, կանաչ լույսը որն է, դուք էլ երթևեկությամբ բերեցիք, օրինակելի է, իրենք ասում են, չէ, օրինակելի, ընդհանրապես օրինակելի վարքագիծ, ով որ հաջողակ է, Նիկոլ Փաշինյանը հաջողակ է, իր մոտ ստացվել է, տեսեք դուք էլ եք լրագրող, դուք պատկերացնում եք գյուղից մարդը եկել է ու վատ, դպրոցում վատ սովորած, ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն, ոչ անգլերեն, գոնե բանավոր խոսքը այդպիսին է, այսինքն լավ չի սովորել դպրոցում, բայց քանի որ Տավուշից էր դեկանը, շատ հնարավոր է, որ կոռուպցիոն բան կա, ինքը ընդունվել է, ես զարմանում եմ ոնց է քննություն տվել, այդ բանավոր գոնե, բանավոր քննություն տվել է Նիկոլ Փաշինյանը, տեսեք եկել է դարձել է ինչ ուզում անում է, ինչ ուզում ասում է, ուր ուզում գնում է, ուր ուզում չի գնում, պետք է գնա, ինքը չի գնում։ Բացահայտեց ոնց է պրավաստացել վարտական իրավունք, ասում է գնացի ասայդ շենքի մոտ, ասեցին վերցրու մենակ ստեղից գնա։ Չէ, ես ասում եմ, դա հաջողակ մարդ է, այդ մենք բոլորս վերենք, մենք բոլորս հասելա ջանք չբանանելով, հա, ստացվում է։ Հիմա մեր մոտ այ հակահերոսները դարձել են հերոս, այսինքն մարդը, որ լավ չի սովորել, ինքը դիպլոմ ունի։ Այդ մի բանի չունի։ Դիպլոմին չեք տվել։ Ոնց են ընդունել։ Մարդը եթե հայերեն չգիտի, Նիկոլ Փաշինյանը չգիտի հայերեն։ Դե իր լեզուն չեք լսում։ Այդ լեզվով ոնց կարելի համալսարանն եք վարկաբեկում։ Համալսարանը ավարտած, համալսարանական կրթություն ստացած մարդ չի համապատասխանում։ Լեզուն ռուսերեն չեք լսել, ռուսերեն ոնց է խոսում։ Моя твоя оскорблять։ Твоя моя оскорблять։ Դա ինչ լեզու է։ Համալսարան ավարտած մարդը այդպես է խոսում ռուսերեն։ Հայերենը դե տեսեք էլի։ Այն մյուսի հետ է Գաբրիելյանը, ինչ է, մեկն էլ կա չի Տավուշից, որ զրուցում իրեն ոնց որ Յենոկովան գյուղի Գառնիկ Դանիելյանը։ Դանիելյան, հա, Դանիելյան։ Հա, որ զրուցում են ասես, էս ինչ եք դարձել մեր պարլամենտ տոնը։ Էդ ինչ լեզվով եք խոսում մեր պարլամենտում։ Բայց Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի իզուր արեց, բա մենք իզուր ենք պայքարել մեր լեզվի համար, բա չեք ափսոսում։ Դու ուզում եմ ասել, դա հաջող, բա հարուստները մեր։ Բայց դուք 18 թվին չգիտեիք, որ Նիկոլ Փաշինյանը, բա ինչի աջակցեցիք։ Ես հայտարարություններ եմ արել 15 թվին, 16, 17։ Ասել եմ, որ մոխրոտիկն է գալիս, զգուշացեք, պարահանդեսից չի գնա։ Երես մի տվեք, ինքը դա հիշում է։ Իրանը եք ասում, մոխրոտիկ։ Հայելի Անժելա Թոմասյանի, ես տանը նստած չեմ ասում։ Հիմա էլ մեր տանը նստած տեսեք ինչեր եմ ասում։ Եթե տեսախցիկ չլինի, ես չեմ խոսում։ Տեսախցիկ խոսապող չեղավ։ Բայց ինչ էիք Նիկոլ Փաշինյանին մոխրոտիկի հետ համեմատում։ Չէ, երկու էպիզոդ կա։ Առաջինը սահմանադրությունը, երբ որ քննարկվում էր, ինքը հայտարարեց, որ դա մեզ չի հետաքրքրում։ Ասեք, պատկերացնում եք ազգային ժողովի պատգամավորը։ Հա, ասում էր կեղծ օրակարգ է դա։ Հա, մեզ սահմանադրություն չի, ինչով եք զբաղված, հետաքրքիր է։ Սահմանադրություն չէր արվում։ Երկրորդը, երբ որ Սերժ Սարգսյանը ընտրությունները անցկացրեց, տեղական դիտորդները, միջազգային դիտորդները ասացին, որ ընտրակեղծիքներ են եղել։ Ընտրությունները արդարացի, թափանցիկ, մրցակցային չեն։
Նիկոլ Փաշինյանն ասաց, ես ծերը չգիտեմ, մեր 120,000 ձայնը թափանցիկ են։ Մենք 17 թվին։ Այսինքն այո, լեգիտիմացրեց, ես ասացի, որ մի ասա սուս մնա գոնե, հասկանում եմ, որ դու ուզում ես իշխանություն ես ուզում։ Մի արդարացրու Սերժ Սարգսյանի անցկացրած ընտրությունները, այսպես խոսակցության ժամանակ լրագրողը հարցրեց, հետո ցակման մասին հարցրեցին, ինքը հայտարարեց, ասաց, ես ռուսական պրոյեկտ եմ։ Դրանց ռուսները ասում են բալտուն։ Այդ գախնի դավադիրները, երբ որ իրար հետ խոսում են, ու հանկարծ մեկը գալիս ասում է, ես ռուսական պրոյեկտ եմ, դրան ասում են բալտայետ։ Դու եթե ռուսական պրոյեկտ ես, ինչի՞ ես դա հայտարարում։ Ինքը հայտարարեց, ասաց, ինձ փող տալիս են ռուսները անուն ազգանունով, ես հիմա դրանք չեմ հիշում։ Այլևս ես ասացի, դա ինչ կուլտուրա է։ Դու համ օտար երկրի, արդեն օտար երկրի, հռչակագրից հետո օտար երկրի շահերի ներկայացուցիչն ես ու գլուխ ես կովում։ Որպես օրինակ, դու բացասական օրինակ ես, գոնե թաքնվի։ Այ որ հայհոյում են, ես ոչ չեմ ասում մի հայհոյեք, ասում եմ ձեր տանը առանձնացեք ու հայհոյեք, պահարանի մեջ մտեք, հայհոյեք։ Ձեր երեխաների մոտ մի հայհոյեք, ձեր կանանց մոտ մի հայհոյեք։ Բա մեր կանանց, մեր երեխաների մոտ եք դուք հայհոյում։ Ես նույնիսկ ասում եմ ձերոնց մոտ դա մի արեք։ Դա տգեղ է, դա գրեհիկ է, դա ցածր կուլտուրայի մասին է, բարձրացեք ձեր պաշտոնը պարտադրում է ձեզ, այդ բժշկի մասին եք ասում, ես բժիշկ չասեմ, հա, բժիշկներին հարգում եմ, իմ կյանքը երկարացնում են, այդ անունը ո՞ց էր, Թորոսյան, Արսեն Թորոսյան, ինչ Թորոսյան? Արսեն Թորոսյան, բա դու բժիշկ ես, բա այդ ինչ լեզվով ես խոսում, բկարելի է։ Պարոն Արշակյան, ամենայն հայաց կաթողիկոս Գարեգին երկրորդն է բանում Բելոռուսում, մեկնել է այնտեղ եկեղեցուացման մասնակցելու համար եւ ծաղիկներ է խոնարել Մինսկի հաղթանակի հուշարձանին, սա ինչպես եք մեկնաբանում։ Ես ինքս համարում եմ, որ երկրորդ համաշխարհային պատերազմին հայության մասնակցությունը խիստ դրական է։ Մենք ճիշտ ենք արել, որ մասնակցել ենք տարբեր երկրների զինված ուժերում կամ որպես պարտիզան, լավ ենք արել։ Գերմանիան զավթել էին հանցագործները, մարցատյացները, ու մենք որպես քրիստոնյա կայանի Աբելի պատմությունը պատմեմ, մենք պատասխանատու ենք մեր եղբոր համար։ Մեր եղբայրները, այո, Գերմանիայում մեր եղբայրները հալածվում էին, Չեխիայում հալածվում էին, Լեհաստանում հալածվում էին, նրանց իրավունքները չէին հարգում, կյանքի իրավունքը չէին հարգում, գենոցիդ էին կազմակերպում, այդ դրանց դեմ մենք կռվել ենք, լավ ենք արել։ Ես համարում եմ, որ շատ լավ է, որ մենք կռվել ենք ու հաղթել ենք եւ հայկական զորամասն էլ մտել է Բերլին։ Այդ իմ վերաբերմունքն է։ Իմ պապը զոհվել է, հայրս վիրավորվել է մի քանի անգամ, մեր գերդասանից շատերն են պատերազմին մասնակցել, մենք արդարացրել ենք, մենք թնդանոթի միս չենք եղել, մենք իմացել ենք ինչի համար ենք կռվում, մերոնք, իմ հարազատները եւ իմ հայրենակիցները, այդ 600,000-ը, թե մի միլիոնը, այն 80,000-ը Սփյուռքից, 600,000-ը սովետական միությունից կռվել են, հաղթել են, հա, հարգանքի տուրք ենք տալիս հաղթողներին եւ նահատակներին։ Այստեղ հարց չի կարող, խնդիր չի կարող լինել կաթողիկոսի այցի։ Իմ ջերս հիմա մի հարցել է քննարկում, չգիտեմ ձեր օրակարգում կա, թե չէ։ Հա, մինչև դրան հասնել է, կաթողիկոսի այցը խնդրահարույց է Բելոռուս թե ոչ։ Բելոռուս ընդհանրապես խնդրահարույց է, Բելոռուսն այցելել նաեւ քաղաքական ինտերնացիոնալ է եղել բռնապետների, քաղաքական կուսակցությունների բան է եղել, մեր մոտից էլ գնացել են այնտեղ բան է եղել։ Լուկաշենկոյի վերջին հայտարարությունների ֆոնին, որ վերջինը դրանց ես չեմ նայում, անկեղծ ասած առաջինից հետո չեմ նայում։ Հա, որ ասեց հայրում են պետք։ Չէ, դրանից հետո ընդհանրապես պետք է
փակվեր Բելոռուսը։ Միասնիկյանին հետ պետք է կանչեինք, ասենք սխալ արել Միասնիկյանը, որ այդ Բա ինչ է վեհապարը գնացել։ Դուք գիտեք, որ Ալեքսանդր Միասնիկյանն է Բելոռուս պետության հիմնադիրը։ Սխալ հիմք է դրել։ Մեր բան վեհապարն ինչու է գնացել այդ դեպքում։ Դե ես ասում եմ իմ վերաբերմունքը Բելոռուսի նկատմամբ, ես ասում եմ, որ ջնջել սխալ հիմքերի վրա է դրված, դա բռնապետ է, մարդասպան է։ Դուք մարդասպանին արդարացնում եք։ Երբ որ նստում եք Բելոռուսի նախագահի մարդասպանի կողքին, դուք արդարացնում եք մարդասպանությունը, դուք դառնում եք հանցակից։ Մայիսին Նիկոլ Փաշինյանը դարձավ հանցակից։ Այո, պետք չէր նստել նրա կողքին։ Վեհապարն էլ պետք է չգնար նրա արդարացնել, լեգիտիմացնել, արդարացնում եք մարդասպանությունը, չեմ ասում եմ բռնապետություն։ Բռնակալին չեք արդար, մարդասպանին արդարացնում եք։ Բայց հոտ ունի Բելոռուսում, ո՞նց չգնա։ Դե տեսնում եք բարդը, թող չգնա ինքը, թող այնտեղ կա հոգևորական կալանավայրում էլ, դու գիտեք չէ, կալանավայրում մենք հոգևորականներ ունենք։ Համարենք այդպիսի մի բան, բայց ինքը չպետք է գնա։ Փաշինյանը չպետք է նստի նրա կողքը, վեհապարը չպետք է նրա ձեռքը ցախի կամ նրան արդարացնի։ Գնա դատապարտելու համար չէ, այնտեղ հոգևորական կա թողանի, հարկադրված ենք։ Համակենտրոնացման ճամբարներում են հոգևորականներ եղել։ Իդեպ աշխարհամարտի հետ կապված, հա, վերջերս հանրային հեռուստաընկերության եթերում Արսրուն Հովհաննիսյանը, որն իդեպ 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդին մոլորեցնող տեղեկություններ էր հաղորդում, հայտարարեց, թե պետքա Գերմանիան գար եւ հասներ էս մեր տարածաշրջանում Միացյալ Հայաստան ստեղծեր, թուրքերի ձեռից վերցներ եւ մենք մեծ այսպես լավ Հայաստան էինք ունենալու ահագին տարածքներով։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Կոպիրկին օրինակ սա անարգանք էր որակել։ Եվտուշենկոյի համար Պաստերնակն ասում էր, եթե Եվտուշենկոն կոլխոզին դեմ է, ուրեմն ես կոլխոզի կողմնակիցն եմ։ Եթե Կոպիրկինը ինչ որ մեկին քննադատել է, ես նրան արդեն արդարացնում եմ, բայց հիմա լրջացնենք։ Առաջինը 44-օրյա պատերազմի ժամանակ կային մարդիկ, ովքեր որ պանիկա էին ստեղծում, դասալքության կոչ էին անում, դավաճ անում էին, դիրքերը լքում էին։ Արծուն Հովհաննիսյանը ոգևորում էր պատերազմում քարոզիչը, պատերազմի քարոզիչը չէ, պատերազմի գաղափարախոսը պետք է մեզ ոգևորեր, պետք է մեր բանակին սխրանքի կոչ աներ, կռվելու կոչ աներ, մարդը արել է, չի մոլորեցրել, ասել է չհանձնվեք, հաղթելու ենք, չհուսահատվեք, հաղթելու ենք, դիմադրեք, հաղթելու ենք, կռվեք, հաղթելու ենք, շատ ճիշտ է արել, երկրորդը Այսինքն որ մեզ ասել է չի մոլորեցրել ձեզ։ Ինչպես չի մոլորեցրել։ Մենք ասել է հաղթելու ենք, կռվեք որ հաղթենք, չի ասել փախեք, փրկվեք, ասում էին, չէ՞, մարտիկային հիմա նստած են։ Մարտիկային որ փախել են, փրկվել։ Մինչև մայիսին ասել են Շուշի բանա, մերն է եւ հետո վերջի րոպեներին մայիսին, որ արդեն պետք է օրը ավարտվեր, իմացանք, որ էլ մերը չի։ Չէ, մենք պարտվել ենք պատերազմում, բայց մարդն ասում էր կռվեք, հաղթեք։ Բայց դες պետք է լինի, չէ՞, բոլորս պետք է ասենք կռվենք, հաղթենք։ Դե ասենք փախենք, փրկվենք, ինչ ասել այդ մարդը։ Ես զարմանում եմ, լուրջ բան է, լուրջ մարդիկ, նույնիսկ ուսադիր կրող մարդիկ։ Ասում են, սխալ է զինվորին քաջալերելը, ժողովրդին քաջալերելը սխալ է։ Դե կռվում ենք, բապա հարձակվել են մեր վրա, բայց չդիմադրենք, դասում եք դիմադրեք, գոնե արժանապատվությունը փրկեք։ Մենք դա փրկել ենք, չէ՞ մեր արժանապատվությունը, գոնե հիմա մենք ապրելու հույս ունենք եւ այլն ծրագրեր ունենք։ Դա մեկ ես կարծում եմ լավ է արել։ Ասել է կռվեք, կհաղթենք։ Ինչքան էլ կռիվ լինի, մենք պետք է դրանով գնանք կռվի, որ հաղթենք, հաղթելու ծրագիր է մարդը ներկայացնում։ Հա, բայց 44 օր ասել հաղթում ենք։ Չէ, հաղթում ենք, ասել է կհաղթենք։ Հաղթելու ենք։ Հաղթ։ Չէ, բա ինչ ասի։ Դիրքերում կանգնած զենքը ձեռին զինվորին ինչ պետք է ասենք մենք։ Ասենք մենք այստեղ արդեն փողերը փոխանցել ենք, մեր ունեցվածքը երեխաներին տարել ենք ուրիշ տեղերում ծնացրել ենք, դա ասեր։
Ճշմարտությունը։ Ինչ որ է ճշմարտությունը։ Ծանր մարտեր են գնում, ճշմարտությունը որն է։ Կռիվ է գնում, մարդիկ։ Լավ, 50,000 տղամարդ զենքը ձեռքին սահմանի վրա կանգնած է։ 20%-ը լիներ ոգևորող տեղեկություն, 30%-ը, Չէ, 35%-ը։ մի բաժանեք։ Կռիվ է գնում, հարկավոր է կռվել մինչև վերջ։ Բանակի խնդիրը դա է, ժողովուրդ։ Լավ, բայց արեք անդրադառնանք այս մի թեմային, հա, դա ինչ է։ Չհաշտվեցինք մենք, ես կարծում եմ, որ ես այդ կռիվ ունեմ։ Կանդրադառնանք։ Վերջացնենք։ Դա իսկապես Գերմանիան գալիս էր այդ նացիստական Գերմանիան, նացիստական Գերմանիայի ֆաշիստական Գերմանիան գալիս էր մեծ հայք ստեղծեր։ Նացիստական ֆաշիստական Գերմանիայի մասին ես իմ կարծիք հայտնեցի։ Նացիստական Գերմանիայից Գերմանիայում մի համալսարանում 30 Նոբելյան մրցանակակիր դասեր տալիս։ Ուր են գերմանացի ինժեներները, գերմանացի գիտնականները, նացիզմից հետո Գերմանիայում, տեսեք, ես ասացի, լեհերի մասին չեմ ասում, չեխերի մասին, Ֆրանսիան մարդու իրավունքների, քաղաքացու մարդու իրավունքների հռչակած երկիրը լուծարել է Գերմանիան։ Այսինքն իմ կարծիքը նացիզմի մասին միանշանակ է, դատապարտելի է, ոչնչացնելը ճիշտ էր, վատ կարծիք ունեմ նրանց մասին, կեցցե հաղթանակը, մայիսի 5-ին, 8-ին, 9-ին են ստորագրել իմիջիալից, կապիտուլյացիան 3 անգամ են ստորագրել գերմանացիները, 5-ին ամսի, մայիսի 5-ին, 9-ին, 8-ին, 9-ին, ուրեմն Գերմանիան 1916 թվականին Գերմանիայի կայզրը Ռուսաստանը ֆրագմենտացիայի ենթարկելու հրովարտակ ընդունեց։ Ուրեմն գերմանական բանակի օկուպացրած տարածքներում, Լեհաստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում եւ Բալթյան երկրներում հռչակեց այդ պետությունների անկախությունը, հռչակեց եւ ճանաչեց 1916 թվականին, 1918 թվականին, ասում եք, 1918 թվականին Բրեստ-Լիտովսկում Գերմանիան պարտադրեց Ռուսաստանին հրաժարվել 1.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքից, 60 միլիոն բնակչությունից պոկեց Բալթյան երկրները, Ֆինլանդիան, Լեհաստանը, Ուկրաինան եւ Կովկասը։ Գերմանիան ստիպեց, որ Ռուսաստանը ճանաչի Կովկասի անկախությունը իրենից։ Շարունակեմ, դա 18 թվական Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ Հայաստանին մնաց այդ 30,000 քառակուսի կիլոմետրը, Գերմանիան ասեց, թող այդքան էլ մնա հայերին, լիկվիդացրեց ռուսական պետությունը Կովկասում, Անդրկովկասում այն ժամանակ, Թուրքեստանում, Բալթյան, սովետական Բալթյան երկրներում, Ֆինլանդիայում, ռուսական Բալթյան երկրներում, Լեհաստանում, Ուկրաինայում, պարտադրեց Լենինը դրա տակ ստորագրեց, հրաժարվեց, ճանաչեց 1942 թվականին Գերմանիան Կովկաս հայտարարեց Կուբանի եւ Արաքսի մեջ եղած տարածությունը, այսինքն բուն Կովկասյան լեռները կովկասցիներով, Կուբան գետը այդ Կրասնոդար, Մայկոբան եւ այլն, Աստրախանով, դա հյուսիսային Կովկաս հայտարարեց եւ հարավային Կովկաս, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան։ Ուրեմն այդ տարածքները հայտարարեց իր շահերի տարածքը, նշանակեց կոմիսար, այսինքն փոխարքա, նահանգապետ։ Իմիջիալս դրա մասին հայտնի, այդ նահանգապետը հայտնի է նրանով, որ պատերազմի ավարտին գնդակահարեց իր երեխաներին, կնոջը եւ ինքն ինքնասպան Կովկասի նահանգապետը գերմանացի։ Այսինքն դա Բաքուն կտրեց Ադրբեջանից հանեց նավթային տարածքը։ Բաքուն առանձնացրեց քարտեզով։ Կոմիսարներ, պաշտոնյաներ են նշանակել 1942 թվականի ապրիլ ամսին։ Թուրքիային ինչ էր։ Թբիլիսին դարձավ դրա մայրաքաղաքը, Հայաստանը համարվեց Գերմանիայի համար անբաժանելի մաս։ Գերմանիայի հարազատ տարածքը Պարսկաստանի անունը 36 թվականին փոխեցին, դարձեցին արիական պետություն։ Արաբական պետությունները, Գամալ Աբդել Նասերը, դրանք բոլորը անհամբեր սպասում էին
Ռոմել այդ աղվեսին, անապատի աղվեսի բանակի դեմ կռվում էին եւ արաբները, այսինքն Գերմանիան Օսմանյան կայսրության համար տեղ չէր թողել այստեղ։ Օսմանյան կայսրությունը պատերազմին չմասնակցեց, որովհետեւ գերմանացիները Կովկասը վերցրել էին իրենց, արևելքը տվել էին պարսիկներին, հարավը տվել էին արաբներին։ Թուրքիան էլ լուծարման էր դատապարտված, դրա համար չմտավ պատերազմի մեջ Գերմանիայի կողմից, ընդհակառակը Գերմանիայի դեմ պատերազմ հայտարարեց Թուրքիան։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ եթե 1942 թվականին Գերմանիան Հայաստանը արդեն հռչակել էր, Վրաստանն էլ Թբիլիսին էլ մայրաքաղաք, ասում են, Բաքուն առանձնացրել է, Ադրբեջանից խլել էր Բաքուն, ասում էր դա ձերը չի, դա այլ երկիր է, այլ կարգավիճակ պետք է, ոնց որ Սինգապուրը ասենք։ Ուրեմն 42 թվականին Թուրքիան այդ ծրագիրը թուրքերին հայտնի էր։ Դեռևս 1939 թվականին Մոլոտով-Ռիբենտրոպը համաձայնության չեկան։ Սովետական միությունը Թուրքիան ուզում էր, գերմանացիները չտվեցին, ասացին դա ձերը չի, չենք տալիս։ Այսինքն Արծրունը Հովհաննիսյան ընդամենը սա էլ ես ասում եմ, որ այդ Չէ, մի րոպե, Թուրքիայի մասնատման ինչ ծրագիր կար։ Դե ես ասեմ, ես փաստաթղթերն եմ ասում, որոնք որ մենք ունենք։ Ես դրանք իմիջիալոց դուք էլ կարող եք բացառեք ցանկացած հանրագիտարան երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, այդ թվում սովետական անուն ազգանունով այդ գուբերնատորները, նահանգապետները, քաղաքապետները, պատասխանատուները անուն ազգանունով Եվ Հայաստանը գերմանական ազդեցության գոտի։ Հայաստանը հայտարարված է գերմանական ազդեցության գոտի, այսինքն թուրքերը չէին կարող արագ գետը անցնել Գերմանիայի։ Տարածքն լայնվելու էր Հայաստանի։ Չէ։ Բա դա է ասում Արծրուն Հովհաննիսյանը։ Այն արևմտյան Հայաստանում, արևմտյան Հայաստանի համար առանձին ծրագիր կար։ Հունաստան, Քրդստան, Վուդրո Վիլսոնի ծրագիրը։ Այսինքն ընդհանրապես արտագրել էին։ Ես ձեզ ասեմ, որ գերմանացիները, տեսեք, ասեցի 16 թվականին, 18 թվականին, 42 թվականին, 44 թվականին Պրագայի մանիֆեստը 1944 թվականին կա Պրագայի մանիֆեստը։ Գերմանիան ճանաչել է Հայաստանի անկախության իրավունքը, ճանաչել է։ Ես ասում եմ, նույնիսկ պաշտոնյաները նշանակել, նա Թուրքիային չէր տա, եթե Ստալինգրադը գրավեր, Թուրքիան չէր մտնի Հայաստան, այլ Հայաստանը հայկական բանակը կմտներ Թուրքիա, որպես Գերմանիայի դաշնակից, եթե գրավեր Ստալինգրադը։ Ուզում եմ ասել, սա ես կապիրկինին չեմ ասում։ Այնտեղ ու պետք չի, որ պաշտպանության նախարարությունը դրան անդրադառնա, լրագրողը, մենք ունենք զինուշ, այդտեղ լրագրողը կարող է կապիրկինին պատասխանել, ես ասում եմ, բացառեք հանրագիտարանները, սովետական միության ժամանակվա անուն ազգանուններով Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի, Չեչնիայի, Աբխազիայի, դրանց բոլորի նահանգապետերը անուն ազգանունով, շտատները, պրոճիկներով, այդ բոլորը կա, դրանց բոլորին դատել են, ես նրանց հետ գուլագում նստել եմ, գուլագում դեռ նրանք կային 40 տարի ստրոկ ունեին։ Ես հանդիպել եմ նրանց, ովքեր որ պատասխանատուն են եղել։ Ես ասում եմ, որ շատ ողբերգական բան կա Գեբելսից, սա իր ընտանիքին գնդակարեց, ինքնասպան եղավ գլխավոր կոմիսարը Կովկասի, մայրաքաղաքը Թբիլիսին, Աստրախանով պատկերացրեք, մինչև Կերչ։ Այդ բոլորը կոչվում էր Կովկասյան նահանգ, Գերմանիայի Կովկասի, գերմանացիները գրավում էին, որ հանձնեն թուրքերին։ Արծրունը դա երևի չի ուզեցել ասի, ես ասում եմ, այդպես է եղել։ Ուզում եք ու ավելի խորը գնամ, 814 թվին, 1200 տարի առաջ, թե ավելի։ Գերմանիան Բյուզանդիային հայտարարեց ապօրինի գերմանական սրբազան կայսրությունը այդ ժամանակ, երբ որ Կարլոս Մեծը Հռոմի պապի կողմից ճանաչվեց իմպերատոր, Կոստանդնուպոլիսը հայտարարվեց ապօրինություն։ Ապօրինի է սուլթանը, Օսմանյան Թուրքիան
Գերմանիայի համար ավանդաբար ապօրինի է Բելգրադ, ոնց է կոչվում, Բերլին, Բաղդադ երկաթ գիծը չասեք ինձ։ Գերմանիայի համար Օսմանյան Խաչակրը, Եվգենի իշխանը, Էգուեն իշխանը, Սավոյի դուքսը, Հայաստանի արքան, Սավոյի իշխանը, Կիլիկիայի թագավորը, բայց Վիեննայի տակ թուրքերը ինչ է, գերմանացիները դեմ են եղել թուրքական իմպերիայի գոյությանը, հիմա էլ նրանք դեմ են դրան, չեն ընդունում Եվրոմիություն։ Հարցումը ճիշտ է ասել, ուղղակի լրիվ չի ասել։ Տեղեկանքը հանրագիտարաններում կա։ Ես դա տատս չի պատմել ինձ, ոչ էլ պապս, զոհվել է այնտեղ։ Հանրագիտարաններում կարդացեք։ Իսկ Կապիրկինը Լավրովը մեզ ամեն անգամ հարմար առիթով հիասթափեցնում է։ Հիասթափեցնում է, հակառուսական հայտարարություններ։ Կոպիրկինը փաստորեն վարկաբեկեց Ռուսաստանին, որովհետև կան փաստեր։ Ես ասում եմ, 42 թվականին ստեղծվել է այդ կոմիսարիատը, 44 թվականին Վլասովի Լևիտանի ձայնով հայտարարությունը կա, Պրագայի մանիֆեստը կա, Հայաստանի Հանրապետությունը անձեռնամխելի է Գերմանիայի հովանավորության տակ է։ Ասեմ Մժդեհի ու Դրոյի մասին, հայկական լեգիոնի չէ։ Գերմանիան ուղղակի շահագրգռված էր, որպեսզի Թուրքիան չլինի այստեղ ազդեցիկ պետություն։ Թուրքիան ընդհանրապես չլինի։ Իր համար մրցակից պետություն պետք չէր որ լիներ։ Շնորհակալություն, պարոն Արշակյան։ Շնորհակալ եմ։